Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ ՔՊ-ական մարզպետներն ու վարչական շրջանի ղեկավարները հրաժարվում են մանդատներից, որն է պատճառը։ Նոր հեռացումներ Երևանի պետական համալսարանից, որ դասախոսների պայմանագրերը չի երկարաձգել Մայրբուհի ղեկավարությունը։ Կալանքի դեմ միասնական հայտարարություն, ընդդիմադիր կին պատգամավորները պահանջում են վերանայել Արեգնազ Մանուկյանի խաբանման միջոցը։ 21 միլիոն դոլարի ապրանք, իրանցի գործարարների մեղադրանքներ, քրեական գործ և իրարամերժ վարկածներ, Ծառուկյանի վերաբերյալ գործի առեղծվածը։ Անկլավների թեման կրկին օրակարգում է, Նիկոլ Փաշինյանը չի բացառում տարածքային փոփոխությունների հնարավորությունը, ինչ է քննարկվում և ինչու են նորից թեժացել քարտեզների շուրջ վեճերը։ Ադրբեջանը համալրում է ռազմական արսենալը չինական կործանիչներով, ինչ զենք է ձեռք բերում Բաքուն։ Պատգամավորի ՔՊ-ական թեկնածուները մեկը մյուսի հետևից հրաժարվում են մանդատներից։ Վաղարշակ Հակոբյանին, Տավրոս Սափեյանին և Դավիթ Արուշանյանին են միացել Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը և Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Նրանք հայտարարել են, որ ցանկանում են շարունակել պաշտոնավարել որպես մարզպետներ։ Ի դեպ, երկու թեկնածուներ Դավիթ Արուշանյանն ու Տավրոս Սափեյանը նույնպես հայտնել էին, որ ցանկանում են իրենց գործունեության շրջանակը չփոխել։ Արուշանյանը Շիրակի մարզպետն է, իսկ Սափեյանը Թալինի համայնքապետն է։ Ռոմիկ Մխիթարյանն էլ դադարեցնում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը։ Արդեն նախկին ղեկավարը իր հայտարարությունում խոսել է այս տարիներին արած աշխատանքների մասին, սակայն հրաժարականի պատճառը չի գրել։ Նա շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի բնակիչներին և գործընկերներին։ Իսկ Երևանի պետական համալսարանում կադրային ջարդը շարունակվում է։ Մայրբուհը չի երկարաձգել աշխատանքային պայմանագրերը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ևս երկու դասախոսի՝ Ալեն Ղևոնդյանի և Խաչիկ Գալստյանի հետ։ Հիշեցնեմ, որ Խաչիկ Գալստյանին ձերբակալել են 2025 թվականի դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գալստյանին մեղադրում են վաղարշաբաթում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրությանը ընտրակաշարք տալու համար։ Իսկ Ալեն Ղևոնդյանին մեղադրում են իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Նրա նկատմամբ դատարանը որոշել է կիրառել վարչական հսկողություն և արգելել է հրապարակումներ անել ու հավաքի վայրեր այցելել։ Իսկ քրեակատարողական հիմնարկներում աճում է ընդդիմադիր գործիչների թիվը։ Մեղադրանքը հայտնի է, բայց դրա հիմքում ընկած փաստական հանգամանքները ոչ։ Պետական գաղտնիք հրապարակելու գործի համար կալանավորված Արեգնազ Մանուկյանի պաշտպանները հայտարարում են, որ մինչ օրս չեն ստացել այն նյութը, որի հիման վրա հարուցվել է վարույթը։ Մինչդեռ իրավապահները շարունակում են քննությունը։ Ինչ է հայտնի այս գործից և ինչ հարցեր դեռևս մնում են անպատասխան, Սեդա Մակարյանն է փորձել պարզել։ Նույնիսկ Արեգնազի հետ կեսկատակ, կես լուրջ հաղորդումների ընթացքում, խոսակցությունների ընթացքում ասում ենք, հա, մյուսը ով է բռնվողը, Արեգնազը ասում էր ես եմ։ Պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով 2 ամիս կալանավորված Արեգնազ Մանուկյանն ունի անչափահաս երեխա։ Իրավապահները պնդում են, թե Մանուկյանը պետական գաղտնիք պարունակող հրապարակում է արել, սակայն պարզ չէ, ինչ հրապարակման մասին է խոսքը։ Փաստաբանական թիմին իրավապահներն առհասարակ չեն ներկայացրել հրապարակումը, որը հիմք է դարձել նրա տանը խուզարկություն իրականացնելու, ապա նրան կալանավորելու համար։ Այն մեղադրանքը, որ ներկայացված է, ու այն նյութերը, որոնք ներկայացվել են բանտանում, իրենք այնպեսի ծավալ չունեին, որպեսզի նոր հանգամանք, նոր փաստեր կան, ամսի հունիսի 12-ին էլ էին տունը խուզարկել, հա, այսինքն ինչ փոխվեց դրանից հետո, որ այսօր են կալանքի միջնորդություն ներկայացրել։ Տեսեք, ես չեմ ցանկանում փաստերի մասին խոսել, չեմ կարող ներկայացնել հասկանալի պատճառներով, բայց կարող եմ նշել, որ այն մեղադրանքը, որ ներկայացվել է, որը իրավական չունի, փաստերով չի հիմնավորվում եւ այսպես ասեմ, ինչ որ մամուլում շրջանառվում էր կապված պետական գաղտնիքի հետ,
Նման բան չկա։ Քննչական մարմինը գործի փաստական հանգամանքները չի հրապարակել։ Փաստաբանների խոսքով մեղադրանքի հիմքում ընկած տեղեկությունները շարունակում են անհայտ մնալ հանրության համար։ Մանուկյանի բնակարանը խուզարկել էին նաև հունիսի 12-ին, նրան հարցաքննել որպես վկա այն քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է լրտեսության եւ պետական դավաճանության գործին։ Այդ նույն վարույթով ավելի վաղ կալանավորել էին Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին։ Գործը հիմքից քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, քաղաքական բռնաճնշում է, ակնհայտ է, որ այստեղ նույնիսկ պետք է չի իրավական մանրամասների մեջ խորանալ, որովհետև գործում է այն սկզբունքը, որ մարդ լինի, գործ կսարքենք կամ գործ կգտնենք։ Արեգնազ Մանուկյանի պաշտպանները մեղադրանքը չեն ընդունում, նրանք հայտարարում են, որ իրենց չի ներկայացվել, թե կոնկրետ որտեղեկությունն է համարվում պետական գաղտնիք, իսկ առաջադրված մեղադրանքը գնահատում են անհիմն։ Փաստաբանները նաև հայտնել են, որ բողոքարկելու են կալանավորման որոշումը։ Սա հերթական քաղաքական հետապնդման դրսևորումներից է եւ երկրորդ կարևորագույն փաստը, որ այստեղ կուզեի ուշադրությունը ձեր հրավիրել այն է, որ առաջի հերթին նախ մենք գործ ունենք կնոջ հետ, երկրորդ անչափահաս զավակ ունեցող եւ կալանք այն էլ խիստ ռեժիմով, այսինքն սահմանափակումով բոլորի հետ շփումը, կարծում եմ սա ինչ որ բաժիջ բնույթ է կրում։ Իր հերթին Մայր Հայաստան կուսակցությունը հայտարարում է, որ Մանուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Միաժամանակ այս պահի դրությամբ որևէ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն հրապարակային գնահատական չի տվել Մանուկյանի գործին կամ նրան չի ճանաչել քաղբանտարկյալ։ Արեգնազ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից։ Խնամքի տակ ունի անչափահաս երեխա, սակայն այսօրվա Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։ Դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի։ Մայր Հայաստանը կոչ է անում հանրությանը քաղաքական ուժերին զգոն լինել եւ թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականապես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ։ Մենք ապավինում ենք մեր քաղաքացիների գիտակցությանը։ Այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի ետևից։ Սահմանադրագետ ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Մելոյանը վստահ է այս գործընթացը քաղաքական հետապնդում է։ Արեգնազ Մանուկյանն էլ հերթական կին քաղբանտարկյալը։ Հերթական կին քաղբանտարկյալը ժողովրդավարության բաստիոնում։ Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է։ Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Այս պահին Արեգնազ Մանուկյանի գործով հայտնի է միայն մեղադրանքի իրավական ձևակերպումը եւ դատարանի որոշումը նրան 2 ամսով կալանավորելու մասին։ Մանուկյանը գտնվում է կալանքի խիստ պայմաններում, տեսակցությունը սահմանափակ է։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ազգային ժողովի ինդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ։ Նրանք կոչ են արել հաշվի առնել փաստի հանրային հնչեղությունը։ Արեգնազ Մանուկյանի քաղաքական հասարակական գործունեությունը, անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները եւ անհապաղ վերանայել Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ապահովել քրեական վարույթի ամբողջ ընթացքում օրենքի, արդար դատաքննության եւ մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը։ Համոզված լինելով, որ հարուցված քրեական վարույթն ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ, նաև խիստ վիճահարույց է օրինական հիմքերի առկայությունը, այդուամենայնիվ արձանագրում ենք, որ կալանքը քրեական դատավարության մեջ խափանման ծայրահեղ միջոցն է եւ կիրառվում է, երբ ավելի մեղմ միջոցներով անհնար է ապահովել վարույթի բնականոն ընթացքը։ Օրենքի գերակայության, մարդու ազատության եւ անմեղության կանխավարկածի սկզբունքները պահանջում են, որ յուրաքանչյուր նման որոշում լինի համաչափ, բավարար հիմնավորված եւ անխուսափելի։ Մենք ազգային ժողովի ընդդիմադիր կին պատգամավորներս մեր ամբողջ զորակցությունն ենք հայտնում Արեգնազ Մանուկյանին եւ նրա ընտանիքին, համոզումով, որ խոսքի, խղճի, քաղաքական հայացքների եւ գործունեության ազատությունը անկասելի արժեքներ են։ Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ էլ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Նրանք հայտարարել են, որ սատարում են Ծառուկյանին, պահանջում են անհապաղ դադարեցնել աննախադեպ բռնաճնշումները։ Նրանք տեղի ունեցողը գնահատել են մարդու իրավունքների, ազատությունների ծանր ոտնահարում, հերթական հարվածը արդարադատության համակարգին։
Հիշեցնեմ, որ Ծառուկյանին մեղադրում են փողերի լվացման համար, իսկ քրեական գործի կենտրոնում հայտնվել է հայ-իրանական տնտեսական գործակցության խորհրդանիշ ներկայացված նախագիծը։ Մի կողմից քննչական կոմիտեի մեղադրանքներն են, մյուս կողմից փաստաբանական թիմի հակափաստարկներն ու իրանցի գործարարների հայտարարությունները։ Ինչ է իրականում տեղի ունեցել եւ ում վարկածն է հաստատվում ներկայացրած փաստաթղթերով, Սեդակ Գյուրեղյանի ռեպորտաժում։ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի առանցքում հայ-իրանական տնտեսական գործակցության ամենախոշոր ծրագրերից մեկն է։ 2024 թվականին Ծառուկյանի Առինջ մոլի տարածքում բացված հայ-իրանական առևտրի կենտրոնը։ 2024-ին ծրագիրը ներկայացվում էր որպես երկու երկրների տնտեսական հարաբերությունների նոր փուլ։ Այստեղ ներկայացված էին լինելու իրանական խոշոր արտադրողները, իսկ ծրագիրը պետք է նպաստեր երկու երկրների միջև մինչև 3 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությանը։ Հայաստանի եւ Իրանի ղեկավարները նախանշել են ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 3 միլիարդ դոլարի եւ մենք պետք է ջանքեր գործադրենք դա իրողություն դարձնելու համար։ Կենտրոնի 50%-ի բաժնետերը Ծառուկյանի մուլտի գրուպն էր, մյուս 50%-ինը իրանական Պարս Հիլալ Կասպյան գրուպը։ Բացմանը մասնակցում էին Հայաստանի եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց չէր ներկայացել Գագիկ Ծառուկյանը։ Անձնական խնդիրներով չհասցրեց։ Հետո մենք շուտ պրոտոկոլների պատճառով շուտ այդ գործը կազմակերպեցինք։ Այսօր նույն նախագիծը դարձել է Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի առանցքային դրվագներից մեկը։ Ծառուկյանի ձերբակալության օրը նրա փաստաբանը հայտարարեց. Այնտեղ որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր դուժող, այս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի։ Քննչական կոմիտեից Ծառուկյանին մեղադրում են 2022-ից 24 թվականներին հանցավոր խումբ ստեղծելու, Իրանից ներմուծված շուրջ 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ յուրացնելու, մաքսային հայտարարագրեր կեղծելու եւ հետագայում փողերի լվացում իրականացնելու համար։ Սակայն պաշտպանական կողմը պնդում է, ներկայացվող մեղադրանքները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ անտեսում են գործի մի շարք առանցքային հանգամանքներ։ Իրանական կողմի գործարարները, որ տաղավարներում պետք է ներկայացվեն, իրանական կողմի գործընկերները նրանցից ամսական գումարներ են վերցրել, իսկ հայկական կողմին ներկայացրել են, որ ընդհանրապես գումար չեն վերցնում, այսինքն նախնական փուլում անվճար է, առնվազն վարձակալության մասով մոտ 300 միլիոն դրամ է։ Փաստաբան Երեմ Սարգսյանի ներկայացրած փաստարկների համաձայն սա ամենը չէ։ Իրանցի 3 գործարար հայկական կողմից ստացել են միլիոնավոր դոլարների փոխառություններ, որոնք պետք է օգտագործվեին Իրանից ապրանք ներկրելու համար։ Այդ գումարով ապրանք է գնվել, Հայաստանում վաճառվել, բայց գումարները չեն վերադարձվել հայկական կողմին։ Եթե դուժող են, դա մի հատ հարց պետք է տրվի, ասի, իսկ գումար ստացել եք դուք, այս փոխառությունները վերցրել եք դուք։ Բայց փոխառությունները վերադարձրել եք դուք, բավարար չեք վերադարձրել։ Եվ եթե ձեզ խաբել էին, բավարար եկաք պարտավորագիր գրեցիք, որ դուք եք պարտավորում եք վերադարձնել։ Ինչի հակառակ կողմից չուզեցիք որևէ պարտավորագիր, որ ասեմ, դուք էլ գրեք հակառակը, որ դուք եք մեզ պարտել։ Ասեիք մի բան։ Դա գրվել է 2024 թվականին։ Հենց այստեղ էլ առաջանում են գործի հիմնական հակասությունները։ Իրանցի գործարարների խումբը նամակ է ուղարկել Ավրորա Նյուզ լրատվականին, պնդելով, որ իրենք այդ գումարով ապրանք են գնել եւ պատշաճ ուղարկել Հայաստան։ Սահմանը հատելուն պես գործարարների խմբի պնդմամբ կեղծումներ են տեղի ունեցել։ Իրանցի գործարարները իրենց համատեղ ընկերություններին եւ պարոն Ծառուկյանին ուղարկել են շուրջ 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, սակայն այդ ապրանքները չեն հայտարարագրվել տվյալ ընկերությունների անունով։ Դրանք վաճառվել են կեղծ եւ թղթային ընկերությունների միջոցով, մաքսային փաստաթղթերի կեղծման ճանապարհով, իսկ ստացված գումարները փոխանցվել են պարոն Ծառուկյանին, նրա ընկերություններին եւ գործակիցներին։ Մեկ այլ հակասություն վերաբերում է մաքսային փաստաթղթերին։ Քննչական կոմիտեն եւ իրանցի գործարարները պնդում են, թե ներմուծման փաստաթղթերը կեղծվել են Հայաստանում, մինչդեռ փաստաբան Սարգսյանի խոսքով ներմուծումների ամբողջ գործընթացը կազմակերպել է հենց իրանական կողմը։ Ծառուկյանի կազմակերպությունը այս կողմից որպես հայկական կողմի ներկայացուցիչ, տարածք հատկացրել, տաղավարներն հատկացրել, վերանորոգումներն արել, գումարն ներդրել, իսկ պրոցեսուալ մաս իրեն են արել, թե ինչ ապրանք են բերել, մաքսազերծել են, կեղտիկ են արել, չեն արել եւ այլն, այս նույն բաները արվել են մինչեւ Ծառուկյանը ծանոթանալը 2019-20 թվականներին, իրենք Ծառուկյանը ծանոթացին 2022 թվականին։ Եթե իրենք նույն մեխանիզմը նախկինում արել են, Ծառուկյանը հետ ծանոթացին 2022 թվականին, ինչ կապ ունի Ծառուկյանը այս պրոցեսների հետ։
Գործի շուրջ հրապարակային քննարկումների ֆոնին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դեսպանը շեշտել է, որ Իրանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ հայտնել, որ անձամբ երկար ժամանակ փորձել է միջնորդել կողմերի միջև փոխզիջումային լուծում գտնելու համար։ Ես ցանկանում եմ, որ այս հարցը լուծվի քննարկման փոխզիջումային եւ խաղաղ ճանապարհով։ Ինքս մի քանի անգամ քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ եւ բավական ջանք եմ գործադրել խնդրի լուծման համար։ Մինչ դեսպանը խոսում է երկուստեք տնտեսական տարաձայնությունների մասին, քրեական գործում Ծառուկյանի պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ քննությունը պատշաճ գնահատական չի տալիս իր ներկայացրած փաստաթղթերին, այդ թվում իրանցի 3 գործարարների կողմից փոխառությունների ու պարտավորագրի մասին վարույթներին։ Եթե իրենք ընտրել են կեղծիքներով գործունեություն անել, դա արդեն իրենց դաշտում է եւ պետական մարմինները այստեղ որ պետք է ուսումնասիրություն կատարեն, թե չէ ընդհանրապես իրենց ցուցմունքը, որ մենք կարծում ենք, որ առանց Ծառուկյանի ոչ մի բան այստեղ չէր կարող լինել, դա ուղղակի աբսուրդ է։ Իրանում այս պահին նույն հարցով դատական ակտիվ գործընթաց կա, որի շրջանակում ընդգրկված են մեղադրյալներ, բայց թե ովքեր են գործով մեղադրվողները եւ Ծառուկյանը նրանց շարքում է արդյոք, ոչ իրանական, ոչ Ծառուկյանի փաստաբանական թիմը տեղեկություն չեն հայտնում։ Սեդա Գյուղեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ադրբեջանը համալրում է ռազմական արսենալը։ Երկրի ռազմաօդային ուժերը պաշտոնապես հաստատել են, որ իրենց սպառազինության մեջ այժմ ներառված են չինական JF-17 բլոկ 3 կործանիչները։ Ըստ տեղեկությունների ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Սումգայիթի մոտակայքում գտնվող ավիաբազայից, որտեղ ըստ արբանյակային պատկերների վերջերս կատարվել են նշանակալի արդիականացումներ, այդ թվում կառուցվել է 16 նոր անգար։ JF-17 բլոկ 3 առաջադեմ 4+ սերնդի կործանիչ է։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը նախատեսում են ստանալ 40 JF-17 կործանիչ, որի նախնական արժեքը մոտ 1.6 միլիարդ դոլար է, եւ գործարքը ըստ որոշ տեղեկությունների ընդլայնվել է մինչև մոտ 4.6 միլիարդ դոլար։ Մինչ Ադրբեջանը թարմացնում է իր զինանոցը, հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում կրկին անկլավների թեման է։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո քննարկումների կենտրոնում հայտնվել է ոչ միայն սահմանազատման գործընթացը, այլև հնարավոր տարածքային փոփոխությունների հարցը։ Ինչ է առաջարկում Փաշինյանը, ինչպես են արձագանքում ընդդիմությունն ու փորձագետները եւ ինչ նոր զարգացումներ կարող են սպասվել ռեպորտաժում։ Հարց կա։ Հայաստանի Հանրապետության քարտեզի հետ կապված նոր հարց կա։ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ անկլավների հարցի կարգավորման շրջանակում կարող են քննարկվել նաև տարածքային փոփոխություններ։ Ըստ նրա, անհրաժեշտ է արագացնել սահմանազատման գործընթացը, որպեսզի Ադրբեջանը մկրատով նոր քարտեզ չձևավորի։ Մենք չենք կարող մկրատը բռնենք, այդ քարտեզը սենց կտրենք, ասենք այս հատվածը արտահայտվում է, որովհետև դա չի բխում առաջին հերթին Հայաստանի շահերից։ Որտեւ եթե մենք քարտեզը մկրատը վերցնենք այդ կտրենք, Ադրբեջանն այդ մկրատը կվերցնի ջերմուկի հատվածը կկտրի, կվերցնի Տավուշի բերքաբերի հատվածը կկտրի եւ տենց ուրիշ հատվածներ։ Ընդդիմությունը ահազանգում է իշխանությունը պատրաստ է գնալ նոր զիջումների Բաքվի հետ համաձայնության հասնելու համար, իսկ Փաշինյանը խոսում է Ալմա-Աթայի հռչակագրի սահմանազատման հիմքում դրվող քարտեզների եւ հնարավոր լուծումների մասին։ Քաղաքագետ Ստեփան Հասանջալադյանի կարծիքով Փաշինյանի հայտարարությունները պատահական չեն եւ տեղավորվում են հանրությանը հնարավոր զիջումների նախապատրաստելու քաղաքականության շրջանակում։ Այս մասին մենք առաջին անգամ չէ որ խոսել է նախորդ տարիներին նույնպես առիթ ամեն հարմար եւ կարելի ասել անհարմար առիթներով։ Հիմա սա հերթական հարմար առիթներ, որ ինքը հանրության ականջին դա այսպես լսելի է դարձնում եւ նաեւ ոչ միայն լսելի է դարձնում, այլ ամեն անգամ դա ասելով հանրության ականջին ընդունելի է դա դարձնում։ Անկլավների թեման կրկին ակտիվացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններից հետո։ Բաքուն հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է, իսկ անկլավային գյուղերի հարցը եւս պետք է լուծում ստանա։ Փաշինյանն էլ հիշել է Ադրբեջանում գտնվող հայկական արծվաշենի թեման, սակայն նրա ձևակերպումները քաղաքական նոր հակասությունների պատճառ են դարձել։ Նա նշել է, առաջինը անկլավները պահպանեն իրենց իրավական կարգավիճակը, երկրորդը կողմերը պայմանավորվեն եւ իրականացնեն համարժեք տարածքային փոփոխություններ։
Բաքվում այս հարցը բավականաչափ քննարկվել է, իրենք եւս դիտարկում են եւ փոխանակման տարբերակը եւ հավասարի տարածքներ տրամադրելու տարբերակը։ Չեմ կարծում, որ դիտարկեն սա որպես զիջում, այլ պարզապես պատրաստակամություն նաեւ անկլավների հարցը լուծել։ Պետք է նշեմ, որ Բաքուն այդքան էլ մեծ կարեւորություն չի տվել տևական ժամանակ անկլավների փոխանակման հարցին եւ ըստ էության մենք ենք պարբերաբար դա օրակարգ բերել։ Ըստ ադրբեջանագետի թեման օրակարգ է բերվել ոչ միայն անկլավների հարցի պատճառով։ Նրա գնահատմամբ Ադրբեջանի համար առաջնայինը Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջն է, իսկ անկլավների քննարկումը կարող է որոշ չափով շեղել ուշադրությունը այդ հարցից։ Ըստ էության Ադրբեջանի կողմի միակ հստակ, այսպես ասած, պահանջը շարունակում է լինել սահմանադրության փոփոխությունը եւ անկախության հռչակագրին հղում չանելը։ Ինչ վերաբերում է անկլավներին, իրենք այս թեման քննարկել են եւ այստեղ զիջողականության պատրաստակամություն չեն տեսնի, այլ առավելապես այդ հարցը եւս լուծելու պատրաստակամություն կտեսնեն։ Ընդդիմադիր շրջանակները շարունակում են պնդել, որ նույնիսկ անկլավների հարցի հնարավոր կարգավորումը չի երաշխավորում, որ Բաքուն կհրաժարվի նոր պահանջներից։ Նրանք հիշեցնում են, որ Ադրբեջանը տարիներ շարունակ առաջ է մղում Արևմտյան Ադրբեջանի գաղափարը եւ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին հայտարարություններ է անում։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն է վերացնել աշխարհի քաղաքական քարտեզից, մասնավորապես հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզից Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին, եթե պատեհ առիթը կլինի, հարմար կլինի, ենթարկել կրկին ցեղասպանության, եթե ոչ, ապա բռնությամբ նրանց հեռացնել իրենց բնորանից։ Անկլավների հարցը, որը տարիներ շարունակ մնացել էր փակված բանակցային թղթապանակներում, այսօր կրկին դարձել է ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունների, այլև Հայաստանի ներքաղաքական ամենասուր թեմաներից մեկը։ Մինչ Երևանն ու Բաքուն քննարկում են սահմանների, քարտեզների եւ հնարավոր համաձայնությունների հարցերը, Ադրբեջանում հայ գերիների գործերը մնում են առանց վերջնական իրավական գնահատականի։ Ադրբեջանում շուրջ 3 տարի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը կարող է տեղափոխվել միջազգային դատական հարթակ։ Վարդանյանի պաշտպանական թիմը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուս Սահակյանը հայտնել է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, որն անհրաժեշտ էր մի հետ դիմելու գործընթացը սկսելու համար։ Նրա խոսքով դիմումը եվրոպական դատարան կներկայացվի առաջիկա շաբաթներին։ Միաժամանակ Ադրբեջանում պահվող մյուս 15 գերիների հանրային պաշտպանները դեռևս չեն ստացել նրանց դատավճիռները, որոնք հրապարակվել էին ամիսներ առաջ։ Ըստ Սիրանուս Սահակյանի, դա կարող է խոչընդոտել միջազգային իրավական գործընթացներին։ Հիշեցնեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ որոշմամբ Ադրբեջանից պահանջել էր ներկայացնել հայ քաղաքացիների դատավճիռները։ Դրանք ըստ իրավապաշտպանի պետք է տրամադրվեն մինչև օգոստոսի 31-ը։ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում ԱՄՆ-ն Իրանին կպատասխանի հազարավոր հրթիռներով։ ԱՄՆ նախագահը նշել է, որ համապատասխան հրամաններն արդեն տրված են, իսկ երկրի զինված ուժերը պատրաստ են եւ ի վիճակի են ոչնչացնել Իրանը։ Միաժամանակ Վաշինգտոնը պահանջում է, որ Թեհրանը հրապարակայնորեն ընդունի Հորմուզի նեղուցի լիարժեք բաց լինելը եւ պարտավորվի դադարեցնել առևտրային նավերի գնդակոծություններն ու հետապնդումները։ Ամերիկյան կողմը Իրանի իշխանությանը ժամանակ է տվել հայտարարություն անելու մինչև այս օրվա վերջ։ Պատերազմի հետքերը դեռ տեսանելի են Թեհրանում, բայց դրանք չեն կանգնեցրել հայկական համայնքի կյանքը։ Վնասված շենքերում շարունակում են մարզվել, երգել, պարել ու կազմակերպել հավաքներ, փորձելով պահպանել համայնքային կյանքն ու հայկական ինքնությունը։ Թե ինչ վիճակում է այսօր Թեհրանի հայկական Արարատ կազմակերպությունը, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Թեհրանի հայկական Արարատ կազմակերպության պատերի ներսում սովորեցնում են Երևան դարձած Իմերևունի երգից Սասնա պարեր։ Բոլոր ազգային մշակութային կրոնական երգերը ստեղ փորձվում եւ երգվում է։ Կազմակերպությունն 82-ամյակը կտոնի վնասված շենքում։ Թենիսի ամենավնասված բաժինն է։ Տանիքը պատերից առանձնացել է եւ համարյա պիտի հիմնովին նորոգվի այս շենքը։
պայթյունի ժամանակ այստեղ մարդ եղել է, վնասներ մարդկային։ Բարեբախտաբար այդ պայթյունի ժամանակ ոչ, եւ եթե մարդ լիներ, հաստատ մեծ վնասներ, մեծ խնդիրների կհանգեինք։ Շենքը որոշ ժամանակով վրանով են փոխարինել։ Բացի թենիսի բաժնից վնասվել է նաև Սասունցի Դավիթ մարզասրահի տանիքը, ֆուտբոլի եւ այլ խաղադաշտեր։ Վերանորոգությունների կարիք ունենք արդեն, շինարարական խնդիրներ ունենք, սրահի շինարարություն, մեր թենիսի դաշտի շինարարություն, բոլոր բաժինները, նաև պատերազմից հենց հիմա ներկա պահին տեսնեք մեր սրահի վերևի, ուրեմն տանիքի բաժինը տուժել է։ Մարզասրահի նորոգման համար պետությունը գումար չի հատկացրել։ Պատերազմի հետևանքով հայ համայնքում վնասված բնակարաններ կան, առաջնահերթությունը նրանց են տվել, պատմում է Անահիտ Աբրահամյանը։ Առանձնապես բյուջետ չունենք եւ օգնություններ էլ չենք ստանում, դիմել ենք բազմաթիվ տեղեր, բայց քանի որ բնակարաններն են առաջնահերթություն, մարզամշակութային եւ այլ տեղերում դեռ բյուջեներ չի հատկացվում։ Ջարդված ապակիները, դռները արդեն նորոգել են։ Ֆուտբոլի դաշտի ամբողջ երկայնքով շենքեր են եղել, որոնք ռմբակոծության հետևանքով այլևս չկան։ Տարածությունը բաց է։ Արարատ կազմակերպությունում միջոցառումների, հավաքների պակաս չի լինում։ Համայնքի ներկայացուցիչները գալիս են, ամառային եւ ձմեռային հավաքույթներ են կազմակերպում, միավորում Թեհրանում ու մյուս քաղաքներում ծրված հայերին։ Կազմակերպության բակում մի լուսավոր կետ ունեն՝ Սուրբ Խաչ մատուռը։ Ռոստոմ Ոսկանյանի նախաձեռնությամբ է կառուցվել մատուռը։ Սուրբ Խաչ է կոչվում, պատրաստված է բետոնից։ Որ կողմից էլ նայեք, խաչերի նշաններ կտեսնեք մատուռին։ Մատուռի տարածքում հին գերեզմաններ ևս կան։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն աջակցություն ունի Պուտինի մերձավոր շրջապատից պատերազմը դադարեցնելու հարցում։ Նրա խոսքով առաջարկներ են ստացել, թե ինչպես մոտենալ խաղաղությանը։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ $100 միլիոն Թրամփի գլխի համար Իրանում սպանված այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակի արարողության ժամանակ նման գրությամբ պաստառ են պարզել։ Մաշադ քաղաքում էլ այրել են լեգոից պատրաստված Թրամփին։ Այս ֆոնին Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին շարունակելու բանակցությունները, սակայն հրադադարն ավարտված է, հավելել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների նոր փուլ կմեկնարկի։ Հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա Շվեյցարիայում, գրել է Axios-ը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պատրաստվում է լքել երկրի ղեկավարի պաշտոնը խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելուց անմիջապես հետո։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հեռախոսով զրուցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում Տոկաևը Թրամփին հրավիրել է պաշտոնական այցով մեկնել Ղազախստան իրեն հարմար ժամանակահատվածում։ Չինաստանում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ թայֆունի պատճառով։ Իսպանիայի հարավում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով այրված մեքենաներում դիակներ են հայտնաբերվում, տարհանվել է մոտ 1000 բնակիչ։ Սեդա Կյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, կհանդիպենք հաջողություն։